դեկտեմբերի 9-ը 3, այսինքն նաև կոռուպցիայի դեմ պայքարի օրն էր եւ շատ խորհրդանշական է, որ մարդու իրավունքների պաշտպանության օրը հաջորդում է կոռուպցիայի դեմ պայքարի օրվան, դա պատահական է ստացվել, բայց նաև խորհրդանշական է եւ դրա մեջ տրամաբանություն կա, մարդու իրավունքների ոտնահարումները շատ հաճախ եւ մասնավորապես նաև Հայաստանում հանդիսանում են կոռուպցիոն դրսևորումների հետևանք եւ մեր ընկալմամբ այդ կոռուպցիոն դրսևորումները չեն պակասել Հայաստանում եւ այն երևույթները, որոնք որ առկա էին տարիներ շարունակ, դրանք որևիցե դրական փոփոխություն չեն կրել, այդ պատճառով մենք ինքներս չենք արձանագրում որևէ դրական փոփոխություն կոռուպցիայի դեմ պայքարում եւ գալով մարդու իրավունքներին մեր երկրում մարդու իրավունքները ուղղակիորեն կապված են, ուղղակի պաշտպանություն ոտնահարումները ուղղակիորեն կապված են կոռուպցիայի հետ այն հանգամանքը, որ բանակում հովանավորչության պատճառով մի քանի հրամանատարների, սպաների հովանավորելու պատճառով կարող են զոհվել երեխաներ, այնուհետև այդ սպանությունների մեղքը բարթել այլ անմեղների վրա, ինչպես օրինակ Մատաղիսի գործում է, այն հանգամանքը, որ մենք այսօր չենք կարողանում իրացնել մեր ազատ ընտրելու իրավունքը եւ մենք չենք կարողանում իշխանություն փոխել ընտրությունների միջոցով, որովհետեւ վարչական ռեսուրսն է լայնածավալ օգտագործվում, որովհետեւ կեղծվում են ընտրությունները, այն հանգամանքը, որ դատարանները կախված են եւ հիմնականում դա մեկ մարդուց է, այսինքն այդ կախվածությունը Հայաստանում տարբեր կառույցների մեկ մարդուց է եւ որոշումները ընդունում են պատվերների ձևով եւ ոչ թե արդարադատություն է իրականացվում եւ արդյունքում մարդկանց արդար դատաքննության իրավունքն է ոտնահարվում այն հանգամանքը որ որոշ պատգամավորներ իրենց կարող են թույլ տալ կամ նրանց մերձավորները իրենց կարող են թույլ տալ մարդ ծեծել կամ մարդ սպանել եւ արդյունքում իրավապահ մարմինները կարող են պարզապես պատշաճ արձագանք չտալ այդ դրսևորումներին եւ առհասարակ իրավապահ մարմինները իրենց կարող են թույլ տալ պատշաճ արձագանք չտալ կոռուպցիոն դրսևորումներին, եթե դրանք կախված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, այդ բոլորը ի վերջո անդրադարձ են ունենում մարդու իրավունքների վրա եւ առաջացնում են խտրական դրսևորումներ, արդեն ասացի ինչպիսի իրավունքների ոտնահարում եւ նաեւ մի օրինակ էլ դա հանկարծությունաբերությունն է կամ համատարած անտառահատումներն են, որոնք նաեւ ոտնահարում են մարդու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը, որովհետև մի քանի հոգու տրված է արտոնություն հարստանալ բնական ռեսուրսների հաշվին, երկրի բնական հարստության հաշվին։ Այս բոլորը մեզ հուշում են, որ շատ կարևոր է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ այդ ջանքերը, որոնք այդ ուղղությամբ դրվում են, դրանք նաեւ համատեղվեն եւ լինի կոռուպցիայի դեմ պայքար հանուն մարդու իրավունքների։ Կոռուպցիայի դեմ պայքարել իհարկե հասարակությունը պետք է պայքարի եւ կարող է պայքարել եւ շատ կարեւոր է եւ առանց նրա մասնակցության որևիցե առաջընթաց չի լինի, բայց առավել կարեւոր է պետական կառույցների կողմից կատարվող աշխատանքը եւ առաջին հերթին պատժելիությունը, որովհետեւ մինչեւ չլինի պատժելիություն կոռուպցիոն դրսևորումների եւ մինչեւ իրական մեղավորները չպատժվեն, ոչ թե, այսինքն թույլ օղակներում եւ ցածր օղակներում գտնվող պաշտոնյաները, բայց այն բարձրաստիճանները, որոնք որ պատասխանատու են տվյալ ոլորտում, տվյալ կառույցում կոռուպցիոն դրսևորումների համար, մինչեւ նրանք չպատժվեն, ոչ ոք չի հասկանա, որ դա վատ երևույթ է, որ դա հանցագործություն է, որ տեսում են վիրահատական միջոցառումներով պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես իրենք են հենց վերջերս հայտարարում, ապա մենք առաջարկում ենք այդ վիրահատական միջոցառումը ձեռբազատվել կոռումպացված պաշտոնատար անձանցից, կառավարությունը մասնավորապես եւ քրեական գործեր հարուցել այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ լրատվամիջոցներում ամեն օր լինում են տարբեր հոդվածներ։ Իսկ ընտրությունների մասով մեր կարծիքով եւ մենք դա առաջարկել ենք բազմիցս ընտրական ցուցակների հրապարակայնացումը։ Դա կլինի շատ կոնկրետ քայլ, որով որ պետական կառույցները, պետական մարմինները ցույց կտան, որ իրենք պատրաստ են պայքարել կոռուպցիայի դեմ եւ դրանք ոչ միայն հայտարարություններ են։